Անցյալ շաբաթը հարուստ էր խելահեղ իրադարձություններով, մեկը մյուսին հաջորդում էին, եւ իմ կարծիքով մի շատ կարևոր իրադարձություն, որը բնութագրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնավորությունը, նրա էքսցենտրիկ վարքագիծը, նրա հակապետական վիճակը դուրս մնաց մեր ուշադրությունից, համենայն դեպս մի իրադարձություն կա, որ ես կարծում եմ բավարար չափով չի լուսաբանվել։ Կառավարության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահին հրահանգել է փակել Երևանի կենտրոնի մի խանութ, որտեղից դժգոհ են դուրս եկել իր աշխատակիցները։ Մեջբերում եմ նրա խոսքը. Այն օրը վարչապետի աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են, եթե կանխիկով կտակ փողը, ուրիշ կինը, եթե քարտով ուրիշ, պատմել է Փաշինյանը, ապա շարունակել. փակեք այդ խանութը, ձևը գտեք, փակեք։ Փաշինյանը ասել է, որ անձամբ է զբաղվելու այդ խանութով, ամեն օր կողքով անցնելու է, ստուգելու է եւ միայն վարչապետի թույլտվությունից հետո է այդ խանութը բացվելու կամ ընդհանրապես այդ խանութի ճակատագիրը որոշելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Ձևը գտեք, փակեք կամ կարամ անում եմ, սա է դարձել Նիկոլ Փաշինյանի վարքագիծը։ Գիտեք, պետությունը այնքան արժե զրկել, որ վարչապետի կարգավիճակով կառավարության նիստի ընթացքում քեզ պահել ընդամենը որևէ թաղապետարանի առևտրի եւ սպասարկումների բաժնի ավագ մասնագետի կարգավիճակում, սա ամոթալի է Հայաստանի համար։ Խանութների ճակատագրով հենց նման կալիբրի պաշտոնյաներ են զբաղվում, ինչ-որ թաղապետարանի, որոնք ստուգում են խանութները որքանով են իրենց գործունեությունը ծավալում, ասենք օրենքի սահմաններում կամ ինչ օրենքներ են խախտվել։ Հետո եթե որևէ խանութ ինչ-որ իրավախախտում է թույլ տալիս կամ ինչ-որ օրենք է խախտում, ինչ-որ ստանդարտներից է շեղվում, այդ խանութը չի կարող վարչապետի կամ որևէ պաշտոնյայի, կլինի դա Երևանի քաղաքապետը, թաղապետ, ինչ-որ չինովնիկ կամքով փակվել։ Ընդհանցակարգ գոյություն ունի։ Ես սա ասում եմ նաև որպես քաղաքապետի աշխատակազմի նախկին ղեկավար, երբ խախտումներ են տնտեսվարող օբյեկտներում հայտնաբերվում, այդ խախտումները արձանագրվում են, այդ խախտումները արձանագրումից հետո տուգանքներ են վճարվում, այլ տուժեր են գործում, եթե շարունակական են լինում, գուցե բանը հասնի փակմանը։ Համենայն դեպս Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ գրեթե վստահ է, որ խանութ վարչապետի ցուցումով չի փակվել։ Իմ ունեցած տեղեկատվությամբ այդ խանութը այլևս չի աշխատում։ Եվ այդպես է եղել, որովհետև Փաշինյանը հանձնարարել է ձև գտեք, փակեք։ Այլևս Հայաստանում օրենք, սահմանադրություն, նորմատիվ եւ ենթանորմատիվ ակտեր չեն գործում։ Ձև գտնել է գործում Փաշինյանին։ Այսինքն Փաշինյանը ասում է ինչ-որ հարցում ձևը գտեք, լուծեք, ինչ չի հետաքրքրում, այդ լուծումը օրինական կլինի, կամայական կլինի, մաքուր տիպիկ անձնակենտրոն ավտորիտար իշխանություն, որտեղ պետության ղեկավարը նաև ասենք գլխավոր դրամատուրգն է, գլխավոր գինեկոլոգն է, գլխավոր աղբահավաքն է, վերելակների գծով գլխավոր մասնագետն է։ Ցանկացած ոլորտում նա գլխավորն է, որովհետև կրկնում եմ, սահմանադրական կարգավորում չկա, օրենք չկա, նա է որոշում, ասում է ձևը գտեք, փակեք։ Հավանաբար նույն ձևով պատերազմից հետո իր ջղաձգումների մեջ Փաշինյանը հանձնարարել է ձևը գտեք, պատերազմի պարտության պատասխանատվությունը գցեք նախկինների գեներալների, ռուսների ջեբը։ Հավանաբար նույն ձևով Փաշինյանը ասել է ձևը գտեք, կաթողիկոսին հեռացրեք։ Կարևոր չի, որ այդ ձևը, գտնված ձևը Սահմանադրության 17-րդ հոդվածի խախտում է։ Պատահական չէ, որ սկզբում Փաշինյանը այդ ձևը գտավ
այն բանի մեջ, իբրև թե կաթողիկոսը կուսակրոնության ուխտ է խախտել։ Հետո երբ որ իր կողմ անցած տիրադավ եպիսկոպոսները չակերտավոր ավելի որս գտնվեցին, որտեղ նրանց մասին ակնհայտ տեղեկություններ կա, որ երեխաներ ունեն, այդ գտած ձևը Փաշինյանի այլ բան դարձավ։ Հիմա էլ նա ասում է, որ վեապարը օտար շահեր է սպասարկում կամ օտարերկրյա գործակալ է։ Հասկանում եք, կարևոր չի, սահմանադրության վրա թքած ունի, օրենքի վրա թքած ունի, կարևորը ձևը գտնեն եւ իր կամայականությունը կյանքի կոչեն։ Նույն ձևի, երբ որ Սամվել Կարապետյանը եկեղեցու պաշտպանության օգտին է հանդես եկել, կասկած չունեմ, Փաշինյանը զանգել է գլխավոր դատախազին, ասել է մի ձև գտեք, այդ մարդուն ազատազրկեք։ Երբ որ Բագրատ Սրբազանին եւ մյուսներին պիտի փակեին, կասկած չունեմ, Փաշինյանը իրավապահ մարմիններին հրահանգել է ձև գտեք, այդ անմեղ մարդկանց վրա կարեք ահաբեկչության հոդված։ Երբ որ Միքայել Սրբազանին պիտի կալանավորեին եւ դրա համար դատարանը հիմքեր չուներ, հենց թեկուզ դատախազության միջև այդ տված եզրակացությունը հաշվի առնելով, Փաշինյանը ձղաձիգ զանգել է դատական համակարգի ղեկավարներին եւ ասել է ձև գտեք Միքայել Սրբազանին անպայման ազատազրկեք։ Հիմա էլ նա իր ուժանի վերածված համայնքապետերին, մարզպետներին վստահաբար ասում է ձև գտեք, խուժանի ժողովեք եւ գրոհեք եկեղեցիների վրա, բեմականացրեք կեղծ պատարակներ։ Վստահաբար Փաշինյանը իր թիմին հավաքում է եւ ասում է ձև գտեք, որպեսզի 2026 թվականի ընտրությունները կեղծվեն եւ ամեն կերպ ԿՊ իշխանությունը կամ Փաշինյանի վարչապետությունը վերարտադրվի։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը դարձել է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների, հակասահմանադրական կապրիզների պատանդը։ Կարևորը, որ Փաշինյանը կամ նրա արքունիքից ինչ-որ մեկը ձևը գտնի։ Իսկ այդ ձևը գտնվում է պետականության մեր շահերի հաշվին։ Նիկոլ Փաշինյանի ձևը հակապետական խուլիգանությունն է։ Որպեսզի դա կանխենք, սիրելի հայրենակիցներ, 2026-ի խորհրդարանական ընտրությունները պատեառիթ են։ Պիտի մենք մեր արժանապատվությամբ առնենք Նիկոլ Փաշինյանի ձև գտնելու դեմը, նրան հեռացնենք իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ցանկացած պարագայում սպառված է եւ մի օր հեռանալու է։ Եթե անենք դա ընտրությունների ճանապարհով, զարգացումները անցնցում կլինեն։ Եթե նրան թույլ տանք ձև գտնի եւ կեղծի ընտրությունները, միևնույնն է, ամիսներ անց նա հեռանալու է, նրա անփառունակ իշխանությունը հեռանալու է, բայց դա վախենամ լինի ցնցումների ճանապարհով։ Մենք պետք է ապրենք ոչ թե Նիկոլ Փաշինյանի գտած ձևերով, այլ մեր սահմանադրությամբ եւ օրենքներով։